պարոն Թաթյանի հետ կապված սա շատ ակնհայտ է ով է։ Միգուցե օրինակ մի 18 տարեկան քաղաքացի, որը նախկինում հետաքրքրված չի եղել քաղաքականությամբ, հիմա տեսնում է պարոն Թաթոյանին եւ իրեն հետաքրքիր է թե ով է Թաթոյանը։ Դրա համար մենք էլ ունենք, այսպես ասած, նաեւ պարտավորություն մեր քաղաքացիներին բացատրենք իրենց հուզող հարցերը։ Հիմա մենք էլ այդ ծանր պատասխանատվությունը մեր վրա ենք վերցնում եւ բացատրում ենք մեր այն քաղաքացիներին, որոնք չգիտեն ով է Թաթոյանը, ասում ենք իմացեք, որ Թաթոյանը Սերժ Սարգսյանի փոխնախարարն է, սրտի միպն է, որը անարգելով մարդու բոլոր իրավունքները, այդպես բան էր անում, շատ կոմֆորտ էր իրեն զգում, երբ որ ստիպում էին մեր համարները հրապարակում էին, մեր հասցեները հրապարակում էին, որպեսզի մեզ գային բռնի ուժով տանեին ազգային ժողով ինչ որ բաներ ստորագրելու։ Պարոն Թաթյանը այդ մարդն է։ Անցնենք մյուս դեպքերին։ Ես շատ երկար մեր զրույցի սկզբում ասացի, թե ինչու եմ վստահ, որ այս մեր ձևովը հին ձևերն են եւ նորից չեմ ուզում կրկնվեմ, ես սրանում հիմնավոր համոզված եմ եւ դրա համար ունեմ լիքը հիմքեր եւ սա ոչ մի վախի մասին չի խոսում, հիմա սա քաղաքական խոսակցություն է, որը մենք ունենում ենք մեր քաղաքացիների հետ եւ հերրական միգուցե բանավեճ նաեւ այդ ուժերի հետ։ Թող ասեն ոչ, սուտ եք ասում, Կարեն Կարապետյանը իմ հայրը չէ իրականում, այս էլ մեր ԴՆԹ անալիզը, նա իմ հայրը չէ, կամ սուտ եք ասում, ահա ապացույցները, նա կապ չի ունեցել հանրապետականների հետ, նա չի եղել պատգամավորը Սերժ Սարգսյանի, նա չի եղել նրա աշխատակազմի ղեկավարը, թող գա պարոն Վարդևանյանը ասի, չէ, դուք սուտ եք ասում, երբ եմ ես Քոչարյան պաշտպանել,